ինչու այդպես էլ գործը չհարուցվեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ ըստ ձեզ եւ ինչու միայն պատասխանող կողմ մնացիք դուք։ Այս պատճառով, որտեղ Հայաստանը օր-օրի դադարում է ժողովրդավարություն, ոչ թե դադարում է, այլ ավելի է հեռանում ժողովրդավարությունից, էլ ավելի է հեռանում իրավական պետության գոնե նվազագույն ստանդարտներից եւ այսպիսի ակնհայտ, այսպիսի որ ասելու բան էլ չկա։ Հայեմատեք Նարեկի եւ Վազգենի արածը օրինակ Թալինի ԿՊ-ական քաղաքապետ ինչ էր անունը Տավրոս Սափյանի վարքագծի հետ մեր սրբություն սրբոցի դռների առջև նրա հայհոյանքը, նրա վարքագիծը սա է մեր երկրում ակնհայտ երևում է թե որ ուղղությամբ մենք գնում հույս ունենք գոնե դատական իշխանությունը այս պարագայում մի փոքր պատվար կլինի մարդու իրավունքներին։ Մելիքյան հնչեղություն ունեցող բոլոր դատավոր գործ հետ կապված ինչ կասեք հայտնի է որ նա իշխանությունների սրտի դատավոր տարբեր փորձ ունենք դրական բացասական այս պահին որևէ գնահատական չեմ տա։ Բայց ասում են հիմա ինչ որ խնդիրներ ունի, հավանաբար կփորձի նաև ձեր միջոցով այդ խնդիրները լուծել։ Դե գիտեք, այս պահին ես որևէ մեկնաբանություն եթե անեմ, դա կլինի ոչ կոռեկտ։ Այսինքն ճիշտ ենք հասկացել, հետո բառ օգտագործելու համար։ Կտեսնեք, կլսեք, ես ինչ որ ասել եմ, կտեսնեք դատախազը մեղադրական եզրակացությունն է կարդալու, այսօր քննարկվելու է վստահաբար խափանման միջոցների հարցը դրա հետ կապված է դատողություններ անելու, կտեսնեք, ես չասեմ, թող մեղադրանքի կողմ ասի։ Նախորդ մեղադրանքները կարծես թե ավելի լուրջ էին, հա, նախորդը երբ որ դատավորը Ոչ մեկն էլ լուրջ չէր։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, այս պահին կտեղափոխվենք դատական նիստերի դահլիճ,